Ողջույն ձեզ քույրեր եղբայրներ, մի երկու թեմայի շուրջ էլ կուզենայի խոսեի։ Այս վերջերս շատ այսպես խոսակցություններ է գնում մեր հողերի տալու չտալու մասին, թե ով ինչ է արել, ով ոնց է տվել։ Ճիշտ ասած ես զարմանում եմ մարդկանց վրա, որոնք երևում վարչապետ են, այդ դիկտատորիկը կամ իր տեղակալներն են, չգիտեմ հիմա ոնց են կոչվում վիցե-պրեմիերներ, կամ պաշտպանական ոլորտի այսպես քաղաքական գործիչներ են, չեն հասկանում, որ իրենք կրում են պատասխանատվություն Զանգելանի ուղղությամբ հետ քաշվելու համար, որը ի վերջո բերեց այն վիճակին, որ մենք հանձնեցինք Լաչինը, հետո հանձնվեց Ղարաբաղը, մենք չէ, դրանք հանձնեցին։ Պետք է արդեն ասեմ, նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի կողմից բանավոր հրամանի համաձայն սկզբից հանձնվել է այդ ուղղությամբ բոլոր հողերը։ Հետո հրաման չեն տվել կրակելու եւ արգելել են կրակել նույն պաշտպանության նախարարի վարչապետի կողմից եւ հանձնվել է Սև լճի ուղղությամբ, Գեղարքունիքի ուղղությամբ հողեր, Ջերմուկի ուղղությամբ որոշ կորուստներ են ունեցել։ Ես ուզում եմ բոլորիդ հիշեցնեմ, որ ես ընդամենը այդ մայիսի դեպքերից, մայիսի 12-ից հետո մի 15 թե 20 օր առաջ նոր նշանակվել է գլխավոր շտաբպետի առաջի տեղակալ։ Չեմ արդարանում, պատրաստ եմ կլեր ամբողջությամբ պատասխանատվություն, բայց այն մասով, որ վերաբերում է ինձ։ Արշակ Կարապետյանը պաշտպանության նախարար նշանակվել է օգոստոս ամսին։ Եվ պատրաստ եմ կրել պատասխանատվություն այդ օրվանից սկսված։ Ինչ վերաբերվում է ինձանից հետո նշանակված այսպես մեր դիկտատորիկի ենթականերին, ապա ինձանից հետո հանձնվել է Սև լճի ուղղությամբ հողերը, որտեղ այդ ուղղությամբ սկսել են խուզարկել մեր դիրքապաների, որը երբևիցե չի եղել իմ ժամանակ, հակառակը մենք էինք շրջապատել իրաց այդ ուղղությամբ եւ մեզ չթողեցին կրակ բացենք եւ նույնիսկ զինաթափենք։ Փորձ կատարվեց առաջ խաղացում Գեղարքունիքի ուղղությամբ, իմ հրամանի համաձայն հետ մղեցինք Նախճիվանի ուղղությամբ, հակառակորդը փորձեց առաջ խաղացում գար, իմ ժամանակ չստացվեց, հետ շպրտեցինք։ Ինձանից հետո հանձնվեց Լաչինը, հանձնվեց Արցախը, հանձնվեց Թաուշի հողերը, սկսեց Ադրբեջանը խոսել արևմտյան Ադրբեջանի մասին, որը չի եղել իմ օրոք, որտեղ եթե խոսել պատասխանել ուտելու, այսօր էլ հերոսաբար խոսում են, բանակ ունենք, ես խնդրում եմ օֆիցիալ պատասխանել, որ հարևանի դեմ մեր բանակը կարող է դիմադրել այսօր։ Խնդրում եմ տալ օֆիցիալ պատասխանատվություն, որպես հայ քաղաքացի հարց եմ տալի։ Որպես հայ քաղաքացի հարց եմ տալի նորից, պարոն վարչապետ, 99 թվականին դուք եղել եք Թուրքիայում Նայիրի Հունանյանի հետ, թե ոչ։ Հարց ունեմ այսօրվա մեր ինձանից հետո նշանակված պաշտոնյային, համապատասխան պաշտոնի, որ երկրում էինք հանդիպել Թուրքիայի հետախուզության ներկայացուցիչների հետ։ Առաջարկում եմ պատասխանես։ Եղել է նրան նման հանդիպում, թե ոչ։ Եվ ինչ թեմաներ եք քննարկել։ Եվ վերջի հարցս։ Ում եք դրա մասին զեկուցել։ Միջև պաշտպանության նախարար նշանակվել։ Ես այդվում հերթով էլի հարցեր կտամ մյուս պաշտոնատարներին ապագայում։ Ու սպասում եմ իրենց պատասխանին։ Ասում են Արցախը հանձնել են, ասում ես հող չեմ հանձնել։ Ո՞վ հանձնել։ Մարդիկ Թաուշի հողերն են հանձնում, ասում են եկել են կանգնել ենք Հայաստանի սահմանին։ Իսկ այդ Հայաստանի սահմանը ով է որոշել։ Ադրբեջանը ճանաչել է այդ սահմանը Հայաստանի։ Ես ոչ թե չեմ լսել, որ Ադրբեջանի ղեկավարը ասի, որ ես ճանաչում եմ Հայաստանի Հանրապետության տարածքը։ Էս ինչ
Ինքը հակառակ ասում, մեր մեջ սահման չկա, քանի որ աշխատում է դելիմիտացիոն կոմիսիան, որը այս 2 տարի է բերանը հավաքած ջուր, մենք ոչ լսում ենք, ոչ բան։ Փաստացի քողարկված ստեղծեցին դելիմիտացիոն կոմիսիա, որ քողարկված հանձնեն Փավուշի հողերը։ Պարզ ասեմ ինչա կատարվել։ Դա եղել է ուղղակի մեզ կուտ են տվել բոլորին, որ մենք դելիմիտացիա ենք անում ամբողջ սահմանով մեկ, բայց իրականությունը եղել է նա, որ նա լեգալիզացրել են Փավուշի հողերը հանձնելու Ադրբեջան։ Այդքան բան։ Ու այսօր այդ մարդիկ խոսում են բանակի, չգիտեմ, բանակին է կարգեր են տվել։ Ասում են 4 կարգի բանակ ունենք։ Ճիշտ ասած, այդքան տարի ես սովորել եմ տարբեր ռազմական հաստատություններ, տարբեր երկրներում, ես չեմ լսել, որ բանակը կարա լինի 4-րդ կարգի։ Գուցե մի բան բաց եմ թողել։ Երևի կա 4-րդ կարգի ժուրնալիստ։ Երևի կա 4-րդ կարգի, չգիտեմ, տոկառնիկ, տոկարիստանոկի դեմ աշխատող մաստեր։ Բայց 4-րդ կարգի բանակ չեմ լսել։ Ու ճիշտ ասած իմ մոտ զարմանք առաջացնում, մարդիկ ոնց են իրանց վրից գցում, ոնց են սուտ խոսում, այդ դրանով տարբերվում է քաղաքացիական մարդը զինվորականից։ Այն էլ նորմալ զինվորականից, ոչ թե նրանցից, որ տանում նեղ են գցում, ասում են մի հատ ցուցմունք գրի սրա վրա, չնայած իր պագոններին վերականում ցուցմունք է գրում։ Զարմացած եմ։ Զարմացած եմ։ Գիտեք, Ժուկովին երբ որ հանեցին, սաղ իր ընկերությունը այդում իր վրա գրեց, բացի Մարշալ Բաղրամյանից։ Հետո անցավ մի ժամանակ Ժուկովը վերադարձավ եւ դարավ պաշտպանության նախարար։ Մնացած չշարունակեմ։ Ես հետ եմ գալու։ Ակնաժներդ օղարեք։ Այն քննիչներին եմ ասում, այն դատախազներին եմ ասում, որ այսօր դրա հրամանը կատարում է, այդ շեստյորկեքին։ Այն դատավորներին, ով մոռանան օրենքը, գալու է այն օրը, երբ որ դուք եք կանգնելու ձեր ստեղծած թղթերի համար պատասխան տակ։ Այդ շեստյորկեքին մենք սատկացնելու ենք օրենքի կիրառմամբ։ Ասում եմ որպես մարալ, հետ եմ գալու, ժողովուրդ, հետ եմ գալու։ Ես ուղղակի չեմ ուզում իր թեմաներին տակ ընկնեմ, հերթական ձերբակալված մարդը դառնամ, քանի որ ինքը այնտեղ այսօր հələ որ կարում է մարդկանց ձերբակալի։ Բայց մի առավոտ զարթնելու ենք ու սաղս իրեն փնտրենք չգտնենք։